Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, եկել ենք միասին ու կարճ ամփոփելու օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից բարի երեկո։ Հայաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է Թրամփի երթուղին վարձակալելու երկու սցենար։ 49 կամ 99 տարով Նիկոլ Փաշինյանն է մանրամասնել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում գտնվող նախագիծը։ Հիմա քննարկում է երկու սցենար, 99 տարվա սցենարը եւ 49 տարվա սցենարը։ Ինչի հետ է կապված ժամկետը կամ ժամկետների կարգավերումը ինչի հետ կարող է կապված լինել, որովհետև ինչպես կռահեցիք, այդտեղ ներդրումներ են արվելու եւ ներդրողը պետք է ունենա որոշակի երաշխիք, որ իր ներդրումները հետ է ստանալու շահույթի որոշակի մարժայով։ Եթե մենք օրինակ ասենք, որ 5 տարով ենք տալիս այդ հողը, ոչ մեկ ներդրում չի անի, որովհետև անիրատեսական է 5 տարում այդքան ներդրած գումարը ետ ստանալ։ Ուզում եմ ընդգծել նաև հետևյալ ընդգծումը անել, որ Trip Route նախագիծը Հայաստան Միացյալ Նահանգներ երկկողմ նախագիծ է, բայց արդյոք այս թեմայի հետ կապ ունի Ադրբեջանը։ Այո, այս թեմայի հետ կապ ունի Ադրբեջանը, որովհետև ինչպես տեսնում եք, եւ երկաթուղին, եւ գազամուղ, նավթամուղ, էլեկտրահաղորդման գծեր, մենք ըստ էության, եթե խոսում ենք արևելք, արևմուտք երթուղու մասին, այսինքն մենք կարող ենք երկաթուղի կառուցել, բայց եթե այդ երկաթուղին չմիանա Ադրբեջանի երկաթուղուն, չի աշխատի այդ երկաթուղը։ Կառավարության նիստի գնալու ճանապարհին վարչապետից հետաքրքրվել են, թե երբ է պատրաստվում Վեհարան գնալ։ Պարոն Փաշինյան, վաղը ձեր օրակարգում մեջ միածին գնալն է, վաղն եք պատրաստվում Վեհարան գնալ։ Լրագրող մուզեյից։ Վաղը չեք գնալու։ Լրագրողների ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև կարգալույց հռչակված Տեր Տարոնը, քահանան շտապել է Երևանում անցկացվող աղոթքի նախաճաշին, ըստ լրատվամիջոցների միջոցառմանը մասնակցելու հրավեր նաև Մայր Աթոռ է ուղարկվել։ Այն կազմակերպել են քաղաքասարակության ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանի աջակցությամբ։ Օրակարգը կա, կազմեց մի բան չի, որ ասեմ, օրակարգը պիտի նայեմ։ Օրակարգում կա նաև, որ վաղը Էջմիածին պետք է գնալ Վեհապարին Վեհարանից ազատելու գործողությունները վաղն են տեղի ունենալու։ Եկեղեցականները կային, իրենց բարեմաղթանքները ասեցին, այսպես ամեն ինչ նորմալ է, հիմա էլ քննարկում է գնում, իրանք մասնակցում են։ Մի բան արեք։ Ինչի համար աղոթեցիք։ Իսկ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները։ Հա։ Իսկ վաղը դուք Էջմիածին գնալու եք։ Չէ։ Վաղը իմ գործերով։ Դե գիտեմ, որ բոլորը գնալու են այնտեղ, իրանք հիմա պաներային քննարկումներ են սկսել։ Այդ պաներային քննարկումների շրջանակում թող խոսեն։ Կարևորը որ հավատի մասին են խոսալու, ամենակարևորը դա է։ Բաքվում ավարտին մոտեցող ծայրից ծայր շինծու դատավարություններում հերթը հասել է մեղադրյալ հայերի պատժաչափերին։ Ադրբեջանցի դատախազները ցմահ ազատազրկում են պահանջել Արայիկ Հարությունյանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի համար։ Ըստ պետական մեղադրողի Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն էլ պետք է ազատազրկվեն 20 տարով։ Բացի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից ադրբեջանցի դատախազները 20-ից 16 տարվա ազատազրկում են պահանջել Մադադ Բաբայանի, Մելիքսեթ Փաշայանի, Գարիկ Մարտիրոսյանի, Դավիթ Ալավերդյանի, Լևոն Բալայանի, Վասիլի Բեգլարյանի, Գուրգեն Ստեփանյանի և Էրիկ Ղազարյանի համար։ Այսպես կոչվող տուժողների ներկայացուցիչները համաձայնել են այս պատժաչափերի առաջարկներին և դատարանին խնդրել համապատասխան որոշում կայացնել։ Վկայակոչելով կեղծ ապացույցներ ադրբեջանցի դատախազները հայտնել են, թե Հայաստանն իբր օկուպացրել է Ադրբեջանի ինքնիշխան տարածքները, կատարել է խաղաղության և մարդկության դեմ հանցագործություններ։ Դատական բեմականացումը կշարունակվի նոյեմբերի 27-ին։ Թվում է, թե պիտի Հայաստանի քաղաքական, թե ներքաղաքական եւ թե արտաքին քաղաքական օրակարգում մեր գերիների ռազմաքաղաքական նաև ղեկավարության վերադարձի հարցը լիներ ամենաբարձր առաջնահերթությունը գերակայությունը եւ հակառակ մի շարք պնդումներին, որը կատարվել է նաև
արտաքին գործերի նախարարի շուրթերով, թե իբրև թե մեր իրենց գերակայությունը եւ բոլոր հնարավոր միջազգային ատյանները օգտագործում են, միջազգային ամբիոնները օգտագործում են այդ հարթակները գերիների վերադարձի առնչությամբ, բայց արդյունքում ունենք 0 արդյունք եւ ավելին քաղաքական մեծամասնության շուրթերով հայտարարություններ են այսպես տարածվում, որ իրենց օրակարգը բոլորովին այլ է։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը երկարաձգել է Ադրբեջանում պահվող անձանց վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու համար սահմանված ժամկետը մինչև նոյեմբերի 18-ը։ Ավելի վաղ ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիների պահման և առողջական վիճակի մասին հաշվետվություն ներկայացնել, վերջնաժամկետ սահմանելով նոյեմբերի 4-ը։ ՆԱՏՕ-ի անդամ երկրները լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացրել Ռումինիայում Ռուսաստանի սահմանի մոտ։ Զորախաղերի նպատակն է ամրացնել և հզորացնել Հյուսիսատլանտյան դաշինքի արևմտյան ճակատը։ Զորավարժություններն անցկացվում են Ռումինիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության կրճատման ֆոնին։ 10 երկրի մասնակցությամբ զորախաղերին ներգրավել է մոտ 5000 զինվորական։ Կիրառվել են օդային և ցամաքային զինտեխնիկա։ Ամերիկյան կողմը ցուցաբերել է ավիացիոն աջակցություն։ ԱՄՆ-ում դեռահասն իր մոտոցիկլով անցել է կարմիր լույսի տակով և բախվել մեքենայի, փոխադրամիջոցը հրեգնդի է վերածվել։ Բարեբախտաբար դեռահասը ողջ է, այրվածքներ և կոտրվածքներ է ստացել։ Մագնիտագորսկում մեքենայի մեջ գազի բալոն է պայթել, մեքենան ջահի պես բռնկվել է, վարորդն ու մեքենայի կողքով անցնող քաղաքացին հրաշքով ողջ են մնացել։ Հրդեհվել է նաև մեքենայի կողքին կայանված փոխադրամիջոցը։ Առաջարկում եմ միասին թերթել մամուլի էջերը։ Հրապարակը գրում է, վերջին օրերին խորհրդարանում ընթացող բյուջեի քննարկումները հանրության աչքի առաջ մերկացրին այն լիակատար բարդակը, որ տիրում է իշխանական թիմում, հետևաբար նաև երկրում փոքրիկ թվացող երկու միջադեպ, որոնք հերթական անգամ բացահայտեցին գոյություն ունեցող անպատասխանատու վերաբերմունքը պետության եւ երկրի կառավարելու հարցում։ Առաջինը նախորդին էր, երբ խորհրդարանի նիստն անսպասելի ընդհատվեց, քանի որ պարտադիր զեկուցողներից վերջինը Անդրանիկ Քոչարյանը դահլիճում չէր։ Նա միայն ընդմիջումից հետո շնչակտուր ներս մտավ, ապա մուննաթ եկավ ԱԺ քարտուղարության աշխատակիցների վրա, թե ինչու իրեն նախապես չէին տեղեկացրել, այսինքն իր եւ իր մեծաթիվ աշխատակազմի պարտականությունները եւ կատարվածի մեղքը դրեց ուրիշների վրա։ Իհարկե դա չմեղմեց Փաշինյանի զայրույթը, քանի որ նիստն արդեն տապալվել էր, բայց այն ինչ կատարվեց երեկ պարզապես խայտառակություն էր եւ անգամ նախորդ գումարումների падգամավորները չէին հիշում նման դեպք, երբ իշխող թիմի երեսփոխաններն ուշանան այն նիստից, որին իրենց քաղաքական ղեկավարն է մասնակցում։ Երեկվա նիստն էլ սահմանված ժամին չմեկնարկեց, քանի որ ԿՊ-խմբակցությունից մոտ 20 падգամավոր բացակայում էր, ոմանք իհարկե գործուղման մեջ էին։ Դահլիճում ներկա անդիմադիրներն էլ ԿՊ-ից վտարված Հովիկ Աղազարյանի հետ պայմանավորվեցին, որ ոչ մեկը չգրանցվի, եւ Նիկոլ Փաշինյանին անակնկալի բերեն ցույց տալով, թե ԿՊ-ական падգամավորներն ինչքան թքած ունեն, թե երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի վրա, որը քննարկվում էր, թե իրենց աշխատանքի եւ ամենակարևորը անգամ Նիկոլ Փաշինյանի վրա, որը կարծում է, թե իշխանական թիմում ինքն անառարկելի հեղինակություն ունի, մոտավորապես Հիսուս Քրիստոս։ Հրապարակը գրում է, գլխավոր շտաբի նախկին պետ Արտուր Դավթյանը պարզվում է ըստ 44 օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի կասկածվում է ազդեցության գործակալ լինելու մեջ։ Նախորդին падգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում անանուն հիշատակեց այդ փաստը։ Նա խոսելով Փաշինյանի կադրային քաղաքականության մասին ասաց, որ զինվորական պաշտոնում խիստ կասկածելի հիմքով նշանակումներ է արել, որոնք արձանագրված են անգամ քննիչ հանձնաժողովի զեկույցում։ Կա արձանագրում, որ բարձրագույն զինվորական պաշտոնի եղել է մարդ, որը չի բացառվում, որ այլ երկրի ազդեցության գործակալ է։ Կա արձանագրում, որ տասնյակ միլիոնավոր դոլարների ռազմական գնում է կատարվել հակառակ զգուշացումներին Նիկոլ Փաշինյանին։ Կա արձանագրում, որ տասնյակ միլիոնավոր դոլարների հոբ համակարգ է գնվել, որն անարդյունավետ է եղել։ Միակ դեպքն է, որ գլխավոր դատախազություն այդ ժամանակ գրություն է ուղարկել, չկա հետևանք։ Հիշեցնենք, որ Դավթյանը պաշտոնավարել է 2018-ից 20 թվականներին, հետո կրկին նշանակվել է գլխավոր շտաբի պետ, երբ նախկին գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը եւ այլ զինվորականներ պահանջեցին Փաշինյանի հրաժարականն ու պաշտոնանկարվեցին։
Հրապարակը նաև գրում է ՔՊ-ում հասկացել են, որ Վաշինգտոնյան համաձայնություններից հետո թմբկահարվող խաղաղության կեղծ օրակարգով հնարավոր չեղավ հանրությանը երկար կերակրել, որոշել են կրկին վերադառնալ նախկինների թեմային Թալան, Արցախի հանձնում եւ այլն։ Բոլոր մեղքերը բարթելով նրանց վրա։ ՔՊ-ականների համար հատկապես պարարտ հող ստեղծեցին նախկին երկու նախագահների հարցազրույցները։ Արդեն քանի օր է հրահանգված եւ նույն տեքստով քլնգում են նախկին նախագահներին։ Իսկ երեք բյուջեի քննարկման իր եզրափակիչ ելույթում Նիկոլ Փաշինյանը մինչև անգամ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի առաջնորդած ուժերը պարզապես պետք է չլինեն հաջորդ խորհրդարանում։ Նույն աղբյուրը գրում է, Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների մի քանի տասնյակ դեսպաններ օրեր առաջ հանդիպումներ ունեցան իշխանության ներկայացուցիչների հետ։ Ազգային ժողովի նախագահ, փոխնախագահ, անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլ Փաշինյան։ Պաշտոնապես կծկտուր տեղեկություններ հաղորդեցին այն հանդիպումներից գրեթե բոլոր հաղորդագրություններում նույն տեքստն էր։ Քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ընթացիկ օրակարգը։ Արձանագրված առաջընթացը եւ հետագա համագործակցության հեռանկարները, Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, նույնիսկ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը։ Իշխանական կուլիսներում խոսում են, որ դեսպանները համապետական ընտրությունների նախաշեմին փորձում են իրենց հայը ստանալ Հայաստանի իշխանություններից, դրա դիմաց խոստանալով, որ նախընտրական ճնշումների եւ ընտրակեղծիքների վրա աչք կփակեն եւ կարձանագրեն ժողովրդավարական ընտրությունների փաստը։ Պահանջը հետեւյալն է. Հայաստանը պետք է ԵՄ-ին անդամակցելու հայտը պաշտոնապես ձևակերպի։ Իշխանականները չեն բացառում, որ տարեսկզբին այդ հայտը կներկայացվի։ Ժողովուրդը գրում է, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունում քննարկվել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հնարավոր հրաժարականի հարցը։ Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ վարչության անդամները փորձել են հասկանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը նախարարի հեռացման վերաբերյալ, սակայն նա ինչպես սովորաբար հստակ պատասխան չի տվել։ Մեր աղբյուրների պնդմամբ ԱԺ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր ԿԳՄՍ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրելյանը իր մտերիմ շրջապատում հայտնել է, որ առաջիկայում անպայմանորեն փոփոխություն սպասվում եւ Անդրեասյանի փոխարեն ինքը կնշանակվի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնում։ Ժողովուրդ օրաթերթը փորձեց պարզել Սիսակ Գաբրելյանից, որքանով է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը, падգամավորը կարճ պատասխանեց, թե լուրը իրականությանը չի համապատասխանում։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը հայտնել է, որ նույնպես օգտագործում է արհեստական բանականության գործիքները, պարզվում է նա Իլոն Մասկի ստեղծած Գրոքի սիրահար է։ BBC-ն ներողություն է խնդրել Թրամփից նրա ելույթը մանիպուլացված ձևով խմբագրելու համար, սակայն մերժել է նախագահի $1 միլիարդ փոխհատուցման պահանջը։ Եվ եղանակ առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև, ջերմաստիճանը մինչև 5 նիշ կնվազի։ Սիրելի հետևորդներ, եկեք կատարենք մի քանի պարզ քայլ մեր YouTube-յան ալիքը զարգացնելու համար։ Ձեզանից մի քանի վայրկյան է պահանջվելու։ Հավանում եք այս հաղորդաշարը եւ բաժանորդագրվում։